Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես մի փոքր արձագանք եմ, պարոն Թովմասյան, իհարկե սա արդեն հարցը այդքան ձեզ չի վերաբերում, բայց ձեր կողմից կարող է աջակցություն լինել, ինչ իմաստով, որովհետև այս դեպքում մենք համայնքների ղեկավարներին տալիս ենք կարևոր որոշում կայացնելու իրավունք, բայց կոռուպցիայի դուռը ամուր փակելու համար պետք է հստակ շատ, ինչպես դուք նշեցիք, չափորոշիչներ կան, որով պետք է առաջնորդվի, հստակ չափորոշիչներ դնենք յուրաքանչյուր համայնքի ղեկավարի առաջ, որով ինքը պետք է որոշում կայացնի։ Այսինքն, եթե այդ նորմերից մեկն էլ խախտվում է, օրինակ սեյսմիկությունը կամ համայնքի զարգացման ծրագիրը, կամ չգիտեմ գյուղատնտեսական հողը թե ինչ է, ինքը ինքնուրույն ազատ որոշում կայացնելու իրավունք չունենա, այլ առաջնորդվի այդ նորմերով, որը կտրամադրեն իրեն, ասենք, կադաստրից կամ չգիտեմ այլ կառույցից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես իմ զեկույցում այնտեղ նշեցի, որ տեխնիկական շտկում երևի թե սխալվել եմ այդտեղ վրիպակ եմ թույլ տվել, որովհետև նախագծի վերաբերյալ առաջարկությունները չեն եղել եւ նախագիծը առկա է այնպես ինչ տեսքով որ կա եւ միևնույն ժամանակ անդրադարձ։ Այսինքն խմբագրական բաներ չունեք, դուք որևէ փոփոխություն չկա, շատ լավ։ Այսինքն ինչ է տեղի ունենում, մենք այսօր չենք տալիս այդ գործիքը համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը այս գործիքը ինքնակամի օրինականացման ունեցել է այն օրվանից, երբ որ կառավարությունը որոշել է եւ երբ որ օրենքները որոշել են, որ համայնքի ղեկավարը ինքն է անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր տրամադրող, այսինքն եւ 912 որոշումը, եթե չեմ սխալվում, 2006 թվականին է ընդունվել։ Եվ այստեղ ամենակարևոր հարցը ես ուզում եմ, որ պարզ լինի, ամեն դեպքում համայնքի ղեկավարը եւ համայնքը ունի ավագանի եւ իրենց գործառույթները իրենք կարող են որոշակի լիազորությունների շրջանակում ավագանու որոշումներով եւ համապատասխան որոշումներով կարգավորել, այսինքն իմ կարծիքով, իմ տրամաբանությամբ այսօր էլ փաստաթղթավորված կա հստակ, պարզ այն ամեն ինչը որ որևէ մեկի մոտ մտահոգություն է առաջացնում, որ համայնքի ղեկավարը կարող է ինչ-որ պահի կամայականություն, իմ կարծիքով այդպես չէ, այլ մեր քաղաքացիների մոտ ընկալումն է այլ ձևով, որ եթե ես կառուցել եմ ինքնակամ կառույց եւ այդ ինքնակամի համար դիմել եմ, վերջ, դա արդեն պարտադիր օրինականացման ենթակա է։ Մենք պետք է այս ընկալման մեջ գտնենք, որտեղ է արդարացի պատկերացումը եւ ոչ արդարացի պատկերացումը։ Այո, կարող են լինել դեպքեր, երբ որ ծավալներից կախված որոշակի դիմումների պատասխաններ տրվեն որոշակի ժամկետներում, բայց այնուամենայնիվ կառուցակարգերը կան, գլխավոր հատակագծերը հաստատված են, եթե ես չեմ սխալվում, հանրապետություն չկա այնպիսի խոշորացված համայնք, որ միկրոռեգիոնալ հատակագծերը հաստատված չլինեն, բայց միգուցե լինեն 1-2-ը, բայց այնուամենայնիվ մենք պետք է առաջնորդվենք այս փաստաթղթերով եւ մեր բոլորիս պատկերացումով մեր տարածքի մեր միջավայրի վերաբերյալ։ Շնորհակալություն։